Ժամանակներն են անցնում, ամեն ինչն է շարժվում, բաց աչքերով նյութականն ենք տեսնում, անտեսանելին փակ աչքերով էլ լինենք, ամեն ինչը կտեսնենք։ Մարդու ներսում հզոր գործարան է աշխատում, անվերջ շարժվում, հաշարժվում, ֆիզիկական աշխարհում երբեք կանգ չի առնում։ Այդ ամենը լավ գիտենք, բայց ինչ ենք մենք անում, որ անխափան աշխատի, զուր ցավեր չպարգևի։ Դարն է քիմիական դարձել, բնության բարիքները քիմիայով է քայքայվել, մարդկանց գերի դարձրել։ Մարդը հզոր անհատ է, ամեն ինչ է ստեղծում, քիմիականը օգտագործում, բնականն է անտեսում։ Դարի խորքերից նայենք, ինչպես է մարդը ապրել, ամեն ինչ էլ ստեղծել, իր ապրուստն է հայթայթել, առողջ առույգ են եղել, օգտակար բույսեր գտել, դրանցով են ցավ բուժել։ Սար ու ձորերում լցված դեղաբույսեր են աճում, որոնք բնական դեղ են, մարդուն իրոք օգտակար, սակայն քիմիան զարգացավ, բնականին ուզեց ոչնչացնել, քիմիական դեղը ստեղծվեց, մարդկանց ցավը զմռսեց, ներսում ցավը պարփակված քիմիականից վախեցավ, մի անկյունում կուչ եկավ, քիմիան ինչ պետք է անի, ցավին ոնց ոչնչացնի, ինչքան էլ որ պայքարի, ցավն ավելի հզոր է, մի պահ լռի կլռի, ներսում պայքար կսկսի, մի այլ տեղից դուրս թռչի, բնությունը հզոր է, մարդն ինչ էլ որ անի, ոնց էլ որ պայքարի, քիմիային տեղ հատկացնի, բնությունից վեր դասի, մեկ է, էլի կպարտվի, քիմիան իսկական հրեշ է, հեքիաթներից լավ գիտենք, թե հրեշն ինչ է անում, ճանապարհին հանդիպած ամեն ինչ ոչնչացնում։ Այժմ դարն է փոխվում, ոչնչացնողն ինքն է ոչնչանալու, բնության հետ չմրցեք, ինքն իրենը լավ գիտի, ինչն է օգուտ ու վնաս, միայն դա լավ հասկանանք, քիմիականից հետ կանգնենք, բնությունից ստեղծված արժեքներին տեր կանգնենք, առողջ երջանիկ ապրենք։